թե ինչ թեմաներ ենք այսօր քննարկելու Արսեն Գրիգորյանի հետ եւ ինչ լղլղչություններ ենք անելու, կտեսնեք այսօրվա մեր podcast-ի թողարկման ժամանակ։ Ողջունում ենք ձեզ, հարգելի մեր YouTube channel-ի ունկնդիրներ եւ դիտողներ։ Սա լավ առաջ պետք է օգտագործեմ, ասում եմ հյուրը պատահորեցնում է։ Այսօր մեր հյուրն է տաղանդավոր երգիչ, տաղանդավոր դերասան, տաղանդավոր մարդ, ամեն ինչին կպնում է, ստացվում է։ Իմ համար անկեղծ եմ ասում, մեր երկրի ամենատաղանդավոր մարդկանցից մեկը։ Վաու Մերսի, ես շնորհակալ եմ։ Արջան, դու իրականում ասում ես այնքան շատ բնակավարներում կաս, ու ասում ես այսքան ժամանակ դες բան չի եղել, որ ես ինչ երջանիկ եմ ձեզնից sense խոսքեր լսելու, ինչ լավ է որ ձեր մոտ եմ։ Ես այն օրը նստած էի Խազերի ժամանակ ու նույնը ասում էի Գևորգին ու Մարիամին, ասում էի, ինչքան տաղանդավոր է այս մարդը։ Ինչքան մեջը տաղանդ կա, անկեղծ, ու ոնց է այս ամեն ինչը հասցնում ու մարդ կա տարբեր բաներով զբաղվում է, բայց մեկը լավ անում է, մյուսը լավ չի անում։ Չի կարում լավ անի, բայց քո մոտ այդ ամբողջն է լավ ստացվում։ Մերսի շատ։ Ես շատ ուրախ եմ, որ ընտրել եմ այս ուղին ստեղծագործելու, որովհետև կարծում եմ առհասարակ յուրաքանչյուր մարդուն է տրված այդ հատկանիշը, որովհետև մարդը իր առօրյայում էլ է ստեղծագործում, չէ՞։ Մեկը խոհանոցում անում, մեկը իր չգիտեմ, տնից դուրս գալն է ստեղծագործում, հարաբերություններն է ստեղծագործում։ Ես կարծում եմ, որ մարդը այդ արարչական հատկանիշով օժտված է, բայց ես առավել երջանիկ եմ, որ դա հենց արվեստի բնագավառում կիրառում եմ։ Այո, կարող եմ նույնիսկ շատերը հասնեն, օրինակ ինչի համար եք ձեր ծրագիրը, ձեր ոդկասթը, էլեկտրոնային երաժշտություն, քլաբինգ եւ այլն, ասում եմ, միգուցե Արսենի այդ ալտեր էգո կողմը շատերը չգիտեն, ինչի համար ենք այսօր կանչել Արսեն։ Քանի որ ասում է Արսենը, այո, night life-ի վառ ներկայացուցիչ է։ Շատ մեծ սիրահար է էլեկտրոնային երաժշտության եւ մենք իրան բնականաբար բոլոր մեր միջոցառումներին հրավիրում ենք։ Ու ինքը այցելում է շատ սիրով։ Բացի դրանից էլ, բացի մեր միջոցառումներից էլ, այսինքն այն ամեն ինչ կատարվում է Երևանի գիշերային կյանքում, բոլոր, չգիտեմ, underground rave-երից մինչև ինչ որ տենց public event-ներ, բոլոր տեղերում էլ Արսը սպասված հյուր է ու միշտ էլ այցելում է, նույնիսկ դաժե տենց որ քո ծանր գրաֆիկին ես պատկերացնում եմ ողջ օրվա ընթացքում Ես ոնց ենք ասենք բռնցրել, հազիվ բռնցրել ենք, բերել ենք։ Բայց ես վերջերս գեv մի հատ բան եղավ, ասում եմ, չէ, էլ առաջվանը չեմ, ասում եմ, որ բանը 5 օր party եմ անում, ուզում եմ 2 օր քնեմ։ Ես մար արզ դրա առաջվանը չեմ, որն է։ Նորմալ է, նորմալ։ Մարդ 5 օր party անի, ուզենա 2 օր քնի։ Չայնարի ոսկե 2 օր չկան Friday, Saturday իրար հետևից տժան, դու ասում ես 5 օր։ Ես էլ իմ այդքան իրոք երկար չեմ գնում, բայց առաջ ես հիշում եմ տենց երրորդյա նվազագույնը party-ներ էր ոչ միայն Հայաստանում ուր լինում էի resident advisor-ով նայում էի որ կլուբում ով է նվագում ու գնում էի ինչ-որ հատուկ DJ-ների լսելու Ես դրա համար էլ արժան այդքանը իմանալով այսօր քեզ հրավիրել ենք որպեսզի այդ քո փորձով կիսվես անդրադառնանք այդ բոլոր թեմաներին, այո։ Եվ մեր podcast-ի ռուբրիկաներից ելնելով մենք քննարկում ենք կարճ մի 3 թեմա, որ կատարվում են աշխարհում։ Վերջին նորություններ։ Դու էլ կարաս մեր հետ միանաս եւ քննարկես։ Ես սիրով կլսեմ, հա։ Եվ հետո անցնենք քեզ հարցաքննության, այսպես ասած։ Պատրաստ։ Լավ որ ճիշտ ասիր այդ բառը։ Հա։ Լավ որ այս ամեն ինչը ռեյվի ընթացքում չի լինում, էլի քլաբի, չէ՞, որ տենց մեկը միշտ մեկը հայտնում է, սկսում է հարցեր տալ։ Վայ, մամա ջան, էդի։ Դու մյուզիկի մեջ ես, բայց ծանր թեման է։ Դա ամենածանր թեման է, համաձայն եմ, բայց երբեմն դու էլ ես անում։ Ես էլ օրինակ մեկ այսքան ռեյվերի ժամանակ սկսում եմ մոտ բացվել, բան հաղորդակցվելու ունակություն, այսինքն համ մյուզիկի մեջ եմ լինում, համ կարող եմ մարդկանց հետ կոնտակտի դուրս գամ, էլի։ Շատ լավ։ Չէ, կան երկու տեսակ կա, որ ասենք դու պրոստը ակտիվ ես լինում հաղորդակցում ես բոլորի հետ, հետո բնականաբար մենք բոլորս էլ ասենք որ գնում ենք
քանի որ տենց ու այս վերջին ռեյվերի մասին է տենց non-stop չենք բարում, բնականաբար գնում ենք ամեն որ մարդ տենանք շփվենք եւ այլն, բայց կան մարդիկ, ովքեր որ կոնկրետ են որ գալիս են այն որ ականջին նստելու համար, էլի այդ ծանր մի հատ տենց դե գոլեգաների եւ մեր ընկերների ցավոք զբաղվածությունը բոլորիս այնքան շատ է որ չենք հասցնում հաճախ տեսնել եւ տենց տեղերում It's too late զգալու բան է, գիտես որ պահին պետքա գնաս մյուզիքի մեջ, որ պահին ես տեսնում որ ինչ որ մեկն է մյուզիքի մեջ իրան պետք չի հիմա հաստատ ձեռք տալ նույնիսկ տենց մի քիչ ուշ կարելի է բարևել կամ հաջողանել։ Շատ ես վերջերս կարդացի, ասում է եթե party-ներից գնում ես առանց հաջողանելու կյանքիցդ մոտ 2 տարի ժամանակ է շահում, էլի։ Իսկ Նամանավանդ Հայաստանում չէ, կամ տևում է։ Իսկ Հայաստանում չէ ավելի երկար, եթե դա այսինքն միջազգային ինչ որ բան են հաշվել, եթե 2 տարի Հայաստանում մի 9-10 տարի երևի։ Չէ, հաջողանել։ Օրինակ այն օրը խազերի ժամանակ մի երևի մի ժամ մենակ բարևում էինք։ Ես լասի ինչի ասացի որ այդքան շուտ է թանկ։ Մեր սահինտենային բարևենք։ Դրա համար ժամը 4-ից էր այդ կարպետը, ու մի քանի ժամ բարև էին իրեն։ 5-ից ընդեղ էին։ Մեկը վերջում առանց հաջողանելու լիքը մարդ գնալու էր։ Շատ ռուբրիկան գնացինք։ Թայվանում սկսել են մեր ձևերը անել փաստորեն ու Սկսել են կազմակերպել միջոցառումներ, որտեղ տաճարային միջավայրը միավորում է էլեկտրոնային երաժշտության հետ։ Այո, տաճարներում սկսել են բուդդայական, երևի ճիշտ է ասել, բուդդայական Temple Meltdown ծրագրի շրջանակներում։ Սկսել են բուդդայական տաճարներում ռեյվեր կազմակերպել, տարբեր Թայլանդի տարբեր միջոցառման ձևերն են անում։ Հա, ես հասկացա։ Հիմա հասկացա ինչ նկատի ունես մեր ձևերը։ Այսինքն իրանք էլ ինչ որ կլաբերի հետ կապված ես կարդացի, որ ինչ որ խնդիրներ են ունեցել, կլաբեր են փակվել, լիքը բան, որոշել են մարդիկ։ Թայլանդում ուղղակի վերջի տարիները այնքան շատ մի քիչ փոփոխություններ են, ինչ որ չգիտեմ ինչ է իրանք տեղի ունեցել Թայվանում։ Բայց դու Թայլանդից ասա, ոչինչ։ Թայլանդից էլ ասա։ Թայլանդում երևի ավելի շուտ է եղել, հա, Թայվանում փաստորեն։ Թայլանդում որտեղ դե լեգալիզացիա արեցին վերջի մի քանի տարի առաջ օրինական աշխարհի երևի top 5 երկրների մեջ է, որ ասենք իրենք ոչ անսպասելի էր էլի, ասենք մի քիչ շատ ծայրեղությունից էր, որտեղ դրանից առաջ իրանց մոտ մահապատիժ էր դրագերի համար հասնում ու կապ չունի, ասենք օրինակ դու տուրիստ ես, թե լոկալ ես, մահապատիժ, միջև հիմա, ասենք չգիտեմ, դրագերի համար, ու հետո ինչ որ մի օր որոշեցին լեգալիզացնել, միշտ տենց է որ շատ ռիսկի սկաչոք արեցին։ Հա, նու թեմփլներում Թայլանդում Եվ թեմփլների դռները բացվեց։ Եվ թեմփլների դռները բացվեց, այո։ Հա, նու իրականում ասում եմ մենք երևի սկզբնական Հայաստանում քարկոծվեցինք տաճարում միջոցառում, տաճարի դիմաց միջոցառում անելու համար, իսկ հիմա դե շատ առաջինից հետո շատ, հիմա արդեն գառնեցիկ են ասում, բա երբ եք անում, գոհ մյուս ամիս մի հատ էլ անեք։ Հա, բայց տենդենսը իհարկե շատ մեծ է հիմա ամբողջ աշխարհում սկզբից ինչ որ տենց երևի պատմամշակութային տարածքներում էին անում միջոցառումներ, հիմա օրինակ Եվրոպայում մեծ բում է եկեղեցիներում օրինակ անել միջոցառումներ։ Նոտրդամի դիմաց հենց այդ է ուզում ասել, ինչքան գեղեցիկ էր այդ բացման, այսինքն արարության հենց այդ էլեկտրոնային հատվածը, ու այդ ամբողջ mapping-ը Նոտրդամի վրա, դա շատ ճաշակով էր, էլի շատ հիասքանչելի էր։ Ժանոցել, բայց կստացի ես հետո նորություններ ունեմ, այդ նորությունները մեր մոտ ունեինք, որ այդ բացումը հենց տենց DJ-ski rave-ով են արել, բայց օրինակ որ մտածում ես Եվրոպա է, բայց այնտեղ էլ ասենք օրինակ բացասական մեծ ալիք էր բարձրացել, ինչի համար այսքան ասենք այսքան տարի փակ էր ու հիմա բացվում է տաճարը ու ասենք չգիտեմ DJ-ը նվագում բացմանը, այդ ինչ ձև է կոպիտ ասած, այսինքն այնտեղ էլ դες մեծ ալիք կար բացասական կոմենտների եւ այլն, նույնիսկ նայում այդ նորության տակի կոմենտներն էի կարդում, լիքը մարդիկ գրում էին Դե բացասական կարծիքներ միշտ կարող են լինել։ Մարդիկ եթե բացասական կարծիք ունեին Փարիզի Օլիմպիադայի բացման հետ կապված, որը հիասքանչ էր ուղղակի, դրա համար ամեն ինչի հետ կապված մարդը կարող է էլի ունենա բացասական կարծիք։ Իրականում հա, երևի տենց մի հատ բնագավառ հիմա չի մնացել, ընդհանուր ցանկացած էլի, ինչ էլ անում ես, ինչքան էլ լավ անում ես, ինչքան էլ Քլնգողները միշտ էլ կլնեն։ Հա, էլի, Նայ, բայց նույն Նոթրդամում, այսինքն տաճարի դիմաց էր արված, եւ նույնը ձեր փարթիներին, ինքը տաճարի դիմաց է, այսինքն տաճարը մուտք չկա, ներս չեն մտնում եւ այն ինչ որ տեղի անենում,
տեղի ունենում, այո, տաճարի ֆոնին։ Դրա համար այստեղ տարբերություն կա։ Բայց աշխարհում արդեն վաղուց, օրինակ Նյու Յորքում կան նախկինում եկեղեցիներ, որոնք վերածվել են քլաբերի։ Նյու Յորքյան պրակտիկայում չի աշխատել շատ ուժեղ, այսինքն աշխատել է, բայց կարճ ժամանակով, բայց հիմա աշխարհում էլ կան, չգիտեմ։ Դե դες օրինակ Զվարթնոցի տաճարում էլ անցյալ տարի մեր ընկերները կազմակերպեցին, ինչքանով տեղեկացված եմ, կապված է եկեղեցու հետ, Զվարթնոցու տաճարը, բայց արդեն թույլ են տալի, այսինքն մեր ղեկավարությունն էլ տեսնում է եւ հասկանում է, որ տենդենսա եւ տրենդ է հասարակ։ Ինքը որպես ինքը ինչքան էլ որ նախկինում եղել է եկեղեցի, այս պայդրությամբ ինքը թանգարան է։ Կոպիտ ասած թանգարանի մոտ, թանգարանի դիմաց առանց վնասելու, առանց կոպիտ ասած այդ նույն ինչ որ հանրահարճակման ձև է, էլի կարելի ասել։ Որովհետեւ եթե կարևորը ոնց ես անում։ Այո, եթե դու այսինքն թանգարանը չես վնասում կամ ինչ որ վնաս չես հասցնում, այլ օրինակ այդ երաժշտության շնորհիվ փորձում ես պոպուլարիզացնել դա, տարածել օրինակ նույն տուրիստների բանի օրինակ ինչքանով հաճելի կլինի, ասենք որ մարդիկ որ օրինակ նույնիսկ կարող չգնային Զվարթնոց, երիտասարդներ օրինակ էլի, որ ասենք օրինակ շատ դեպքերում գալիս են ուղակի ուտել խմելու համար, գան երկիր տենան տենց իվենթ կա տենց տեղում, գնան այդտեղ մասնակցեն ու մի նոր բան իմանան, ասած մշակութային ժառանգության մասին Հայաստանի իմ կարծիքով բնականաբար պետքա այդ ամեն ինչին աջակցություն ցույց տալ ոչ միայն թույլատվություններով, այլ նաև ֆինանսապես, ինչու ոչ։ Ահա։ Սրա համար է այս տոպիկը։ Այս նորությունները քանի ես ընտրել եի հատուկ։ Այս էջուսը դու կողքից ասես հա։ Այո, լսեցիք։ Ինչ ունենք ել գեվ հետաքրքիր է։ Եվս մեկ նորություններից 14-ամյա բելգիացի DJ-ը, DJ Elfigon, այսինքն որ հիմա է 14 տարեկան, բայց 8 տարեկանից արդեն DJ-ություն անում լուրջ։ Tomorrowland-ի ամենաերիտասարդ ռեզիդենտներից Line-up-ում կա։ Հերիքչի line-up-ում կա, արդեն երկրորդ Tomorrowland Winter-ում է նվագում, այս տարի առաջին անգամ, դրանից առաջ արդեն Բելգիայի Tomorrowland-ում է հիմնականում նվագել 13 տարեկանում ու պատկերացրու, ասենք, տենց լուրջ 14 տարեկանում։ 14 տարեկանում, այսինքն ինքը նշի որ իրեն տես ձևական են դնել, էլի բավականին մեծ բնականաբար Tomorrowland-ում եմ կարծում ձևական ինչ որ մեկ դնել։ Բավականին մեծ backup ունի ինքը, 8 տարեկանից բացի նրանից որ զբաղվում է, համ էլ տես producer-ով է զբաղվում, տրեքեր ունի եւ այլն ու բացի Tomorrowland-ից Իբիցայում էլ, այսինքն տարբեր տեղերում, այն որ շատ հայտնի մեզ համ քլաբերում, համ երկրներում, լոկացիաներում նվագում է։ Դե սա խոսում է էլի նրա մասին, թե ինչ արագ է ինդուստրիան առաջ գնում, թե ինչ կարևոր դեր է խաղում էլեկտրոնային երաժշտությունը այս բային աշխարհում, ինձ թվում է չի եղել այդքան կարևոր մի հատված, քանց թե հիմա է։ Դե առաջ էլի եղել է այդ ամեն ինչը, բայց հիմա ինձ թվում է DJ-ությունը եւ այդ երաժշտությունը թնդում է։ Մենք ապրում ենք այն ժամանակներում, որ ու պլյուս երևի դա էլեկտրոնային օրինակ ինչ որ մի էտապ մինչև հիմա էլ նաև մտավ չգիտեմ, այս տարածքի լեզվով ասած էստրադա, եթե կարելի է այդպես ասել, այսքան փոփ կուլտուրայի մեջ էլ մտավ։ Ինքը ոչ միայն քլաբինգի համար էր, այլ շատ հենց փոփ հիթեր էլեկտրոնային սկզբունքով արեցին։ Այս պայդրությամբ համաձայն եմ քո հետ, դաժե այն հիմիկ այս պայդրությամբ ամենաթոփ լեվելի DJ-ները էլեկտրոնային, նույն օրինակ Անիման, նույն, չգիտեմ, Armin van Buuren-ը կարելի է ասել, այն DJ-ները, ովքեր որ փորձեցին այդ կոլաբորացիան փոփի հետ անել, իրանք դարձան top աստղեր, ովքեր որ չարեցին, տենց որոշեցին իրանք տենց մենք չէ underground ենք մնում, ինչ որ level-ի վրա հասան, կանգնեցին ու տենց էլ մնացին։ Էդի հա, կարծում եմ հենց քո ասածը ուղղակիորեն կապ ունի։ Ռոզալիայի վերջի Beatwords-ի ելույթը դասականից մի անգամից էլեկտրոնային երազանքի ելույթ էր, ոնց որ
իմ երազանքը լիներ, որը նա էր իրականացնում։ Այդտենց հարց մենք ճիշտ ասած պատրաստ ենք արժան, ասում այս նորություններից որ անցնենք անպայման խոսենք դրա մասին։ Սպասում եմ։ Հաջորդ նորություն։ Հաջորդ նորությունն էլ ասենք եւ անցնենք մեր հյուրին 14 տարեկան DJ-ից անցում ենք կատարում դեպի Սալամոն։ Շատ մեծ DJ-ի։ Այո։ Շատ մեծ DJ, որը որ Coachella-ի line-up-ից դուրս է մնացել ականջի վիրահատության պատճառով։ Oh no։ Դե սա խոսում նրա մասին, որ շաբաթում կա 7 օր, բայց Սալամոնը 8 նվագում է։ Այդ 7-ից ճանաչելով իրան ու իր գրաֆիկը, ինձ թվում է շատ տրամաբանական է, որ մասնագիտական տրավմա է։ Մասնագիտական տրավմա է ստացել։ Լսի, հա, այդ իհարկե զարմանալի է, որ մի քիչ այս level-ի DJ-ները չեն հետևում իրանց, ուսենք տես բաներ են ստանում, հա, ու տես չի որ դուրս է մնացել, կոնկրետ հրաժարվել է բանարը, cancel արել։ Վիրատություն։ Հա, cancel արել ելույթը ու չգիտեն, հələ ու չեն էլ ասում ինչքան ժամանակից կվերադառնա, այսինքն կարող է այդ մի քանի ամիս տևի, ոնց կլինի, ասենք ոնց կթողեն ու ասենք, ասում է կլինի ինքը նույնը թե չէ, դա չգիտենք, էլի։ Եթե տենց կոնկրետ տրավմա է տարել, կարող է տենց էլ չկար տենց բարձր մյուզիկի մեջ մնա, էլի կոնկրետ այն որ արկել են։ Իհարկե տենց շատ վատ նորություն է, բայց դե մյուս կողմից էլ ինչ համար ենք այս նորությունը մենք ասում, որ հիմա այս ժամանակի ու մեր ժամանակ կոնկրետ ոչ մենք вообще ասենք, տես բան չգիտենք մենք, ասենք դու էլ Չէ, դե ականջակալներից վնաս DJ-ները հաստատ կարան կրեն։ Ականջակալներից էլ, բարձր մոնիտորներից էլ, ասենք DJ-ների մոնիտորները։ Ես վերջերս մի հատ podcast էի լսում, Harvard-ի վայ մոռացա, պրոֆեսոր։ Դոկտոր պրոֆեսոր էր խոսում եւ խոսում էր առհասարակ հիմա շատ մոդա է, չէ՞, այսինքն թեման ակտուալ է երիտասարդացման, ինչի հետ կապված, որ տեսություն ուներ եւ այլն, ու ասում էր, որ ինչը կարող է բերել մարդուն արագ ծերացման, դա ինքնաթիռով թռիչքներն էին, մի խոսքով քնի խախտում եւ այլն շատ ինչ որ այդպեսի բաներ, որոնք քիչ թե շատ մեզ ծանոթ են ու նաեւ բարձր երաժշտություններ ասում, որ կարա տենց բանի նպաստի այբ կներեք հարգարժան կլաբերներ, բայց տենց քանի որ խոսողը Harvard-ից էր, կարծում եմ արժեր մեջ բերել։ Քեթի մարդ է, հա։ Ասի, էդի կներես Լյով ջան, էդի ապացուցված փաստ է, ես կարամ ասեմ, որովհետև նույն էդի Հայաստանում միգուցե նույն կլաբերների շրջանում այդ չեն օգտվում դրանից, բայց դրսում Եվրոպայում ֆեստիվալների եւ բանի ժամանակ բոլորը տենց ականջական վիրուսներ, այսինքն այդ ականջները պաշտպանում են։ Դա էի ուզում ասել, իա ճիշտ։ Հա, այսինքն այդ արդեն ոնց որ ոչ միայն DJ-ների շրջանակում, որ մենք օրինակ մեր ժամանակ вообще չգիտենք։ Դու չես օգտագործում վիրուսի։ Ես չէ։ Ուզում եմ հիշել երբևէ օգտագործել եմ, թե չէ։ Չէ, չեմ օգտագործել։ Ես նույնիսկ այն этаպն եմ ունեցել, ինչի մասին է խոսքը սկզբում, որ դինամիկի տակ էի կանգնում են։ Սպիկերի տակ, հա, կոնկրետ, այն շատ մոտ։ Հա, էդի սպիկերին կանգնած շատ վնաս է, էդի որ ահավոր վնաս է, այն զնգոցը որ կա է, գիտես այդ որ գնում ես տուն ականջից մեջ զնգոց է որ գալիս։ Պարզվում է որ այդ զնգոցը, ասենք այդ քո բաները ականջի մեջ մահանում են, այդ քո նիարդեր են մահանում, այդ նիարդերի մահից, այսինքն դու այդ զնգոց, այսինքն ամեն անգամ երբ որ դու այդ զնգոց ականջի մեջ լսում ես, դու մի քիչ ավելի քո լսողությունը վատացել է, այսինքն դրանք Աջան այսինքն դրանք չեն վերականգնվում։ Լավ, դրսերում օրինակ գրեթե սախ այդ բաները։ Ես հիմնականում ստաֆին եմ տեսել, այսինքն ովքեր որ աշխատում են հիմնականում իրենք են գրում, որովհետև դա իրենք ամեն օր են, այսինքն նույն Նյու Յորքում որ ես գնում էի կլաբեր ամեն վիկենդ, ստաֆին տեսնում էի, որ իրանք այդ պաշտպանիչ ականջակալներով են։ Դե որովհետև անդադար այդ մյուզիկի մեջ լինելը։ Շատ լինես, դաժե բանը գրեթե 80%-ն ու մեր վերջի բանը որ գնացել էինք ուր էինք գնացել branch էինք գնացել Inner Visions Barcelona հա Inner Branch-ին Barcelona որ իրենց ցերեկային իվենտներն էր Inner Visions-ի 20-ամյակի հերթական իվենտներ ես նայում էի ժողովուրդը dance floor-ում գրեթե բոլորի ականջներին դրված էր դրանք այսինքն իրանք այդ դիմացի լայնը կարող են հետևները չգիտեն բայց այդ դիմացի լայնը բայց հետո հա դրա հետ համաձայն եմ
Ոստի աշխարհում արդեն այնքան հաճելի սաունդ կա ամեն դեպքում, էլի, որ դու կարող ես Այդ մի օրը քեզ վնասել։ Այդ մի օրը քեզ չէ, երբ որ դու party ես անում, այսինքն եւ դու կարող ես կողքինից հետ առանց sense ինչ որ բանի խոսել, հանգիստ հաղորդակցվել, բայց որ վարքյանին գնում ես երաժշտության մեջ, ինքը քեզ գրկում է, էլի, կոպիտ ասած այդ մյուզիկը։ Համաձայն եմ, ես էլ ճիշտ ասած, ինչքան փորձել եմ ինքս գրպանումս ունեցել եմ, ինչքան փորձել եմ դրանով լսեմ, ինչքան էլ որ ասում են, այսինքն հիմա էլի ժամանակակիցները նենց ասում են, որ ինքը ոобще բան չի անում, տիպեն չպետքական ճիստատաներն ամենակ փակում բան։ Չէ, փակում է, ոչ չէ։ Հա, բայց ուզում ասեմ մեկա, դու այդ չես Լավ, Սալամոնից ես ասում, օրինակ դուք ինչքան ժամանակը եկեք չեք ապլինում ականջների հետ կապված։ Շատ ուշ։ Ահա, Սալամոնն էլ է, էլի։ Միջև, ինչ ասեմ, Միջև մի հատ խնդիր չլինի։ միջև մի բան չի, միջև Իսկ դες մի հատ խնդիր ա ունեցել, всё։ գնացել են, Բայց լավա միջև խնդիրը չէ գնալ օրինակ։ Բայց օրինակ։ երևի խոսքի ասենք ինքն էլ էլի, ասենք պայտակ ինչ որ խնդիրներ ա սկսել, հաստատ այդ խնդիրը շուտվանից էլի մի օրվա բան չի եղել էլի, էլի, որ ասել եմ այդ գրամ ստուգում, բժիշկ ասել է կտրեք, փրթեք, օպերացիա, всё կմեռնես վաղը։ Այսինքն ինչ որ մի բանի հասել է, էլի, արդեն վատ վիճակի է հասել, որ օպերացիա են անում։ Նա առողջություն շուտ վերականգնում, որովհետև ինքը դեռ մեզ պետք է։ Սալամոնին օրինակ ես չեմ եղել Սալամոն։ Վաու։ Լայվ էլի որ նվագում է, չեմ եղել։ Դերասեթերը շատ եմ լսել։ Ես եղել եմ հիմա արդեն երևի old school կհամարվեմ, չգիտեմ այդ ժամանակին։ Ես եղել եմ Լուսիանո, back to back Richie Houghton։ Հա, դերին լեգենդներից ենք, հա։ Իբիցայում։ Ֆանտաստիկ է։ Իբիցայում։ Հա, Լուսիանո Richie Houghton եմ եղել, The Bank Clock եմ եղել, Փարիզում Նինա Կրավից եմ եղել, սրանք էլի տարիներ առաջ, Մարկո Կարոլայի, երբ որ իր Music On շրջաններ Ինքը միշտ հիմա անում է Իբիցայում այդ Music On-ը։ Հա, Իբիցայում եմ եղել Music On-ի, հետո Նյու Յորքում մի հատ Resident Club-ում էր, տենց ամեն weekend։ Ամենալավերին մոտավորապես ընդեղ է։ Ամենալեգենդներին։ Loco Dice, խենթանալիք էր ուղղակի, հա, շատ լավ։ Հա, շատ sense party էին կանում էլի։ Չէ, լավ DJ-ների լսել եմ։ Իրոք այդ իմաստով տենց լավ DJ-ների լսել եմ ու լավ կլաբերում, լավ party-ների եմ եղել։ Ձեր մոտ եմ եղել։ Մոտ միշտ եղել ես, միշտ գալիս է։ Հա, ձեր մոտ եմ եղել։ Անցնենք հարցերին, քեզ սկսենք հարցեր տալ, դու ասես մինա էլի, որ մեր հերոսով ենք հարցերը կարդում, մեր sense լրիվ lifestyle վիճակա, դու էլ եթե ուզես կարաս հերոսանես նամակներդ կարդաս, եթե ուզես պայտակ։ Ուրեմն դե այն որ ասում եմ բոլորս էլ քեզ գիտենք որպես երգիչ, էլեկտրոնային երաժշտություն լսող որպես քեզ քչերը գիտեն, հիմա որ ասում եմ բացահայտում են մարտիկանելու, ուզում եմ ասեմ հիմա օրինակ դու քո առօրյայում ինչն ես ավելի շատ լսում, ավելի շատ քո նաուշնիկներում դու էլեկտրոնային երաժշտություն ես լսում, թե ավելի շատ փոփ ես լսում։ Ոյ, նայած առօրյաս որ ժամին է ինչա կատարվում։ Չէ, ավելի շատ երևի հիմա տենց լոգանք ընդունելուց է, այսինքն մենակ հիմա չի, հիմնականում տենց էլ եղել է։ Հիմնականում այս բանին կարելի ասել լսում եմ տենց կոնկրետ վերջի շրջանում մի քանի վերջին ալբոմներ իմ սիրած արտիստների որ արել են Harry Styles, Robbie Williams, ասենց այսքան ով ինչ որ նորություն ա ունեցել դրանք եմ լսում բայց էլեկտրոնային երաժշտությունն էլ օրվա մեջ լինում է այսքան կարող եմ ինչ որ սիրելի DJ-ի տենց շատ բանալնի սրճանեմ գիտես տենց բան տենց օրինակ Richie Houghton 2026 չգիտեմ ինչ բան sense ինչ որ բաներ փնտրում եմ գտնում եմ տենց լսում եմ այսինքն էլեկտրոնային մյուզիկն էլ կա հետաքրքիր է էլեկտրոնային երաժշտությունը իմ համար ինձ թվում է ինքը զարգացնող հատկանիշ ունի իր մեջ դա կապված իր ռիթմերից նույն այդ BPM-ներից այդ ամեն ինչից ինքը քեզ մի քիչ ավելի ինչ որ իմաստով արագացնում է, կարող է Harvard-ի պրոֆեսորը դրա համար էր ասում, որ արագացնում է, բայց ես կարծում եմ, որ կյանքում ինքը կարա շատ հետաքրքիր ու լավ հատկանիշներ ձևավորի մարդու մեջ, ովքեր որ էլեկտրոնային մյուզիկը սիրում են, լսում են,
ու ինչ որ իմաստով գնում են այդ trip-ը, կոպիտ ասած, հա, ճամփորդությունը այդ երաժշտության հետ, որովհետև եթե pop music այսքան դու երգը լսում ես ամբողջապես ինքը որպես մի հատ sense ավարտուն ստեղծագործություն, էլեկտրոնայինում անցումները կարող են քեզ մի տեղից ուրիշ տեղ հասցնել ու սա կարծում եմ մտքի վարժանք է։ Իհարկե միջև այն պահը, եթե մարդ տեղում մնա։ Չնայած որ գնում էլ է գալիս է։ Կակրաս շարունակելով քո ասացին, հարցը հետեւյալն է, հիմա ինչ ես կարծում, ստեղ էլեկտրոնային երաժշտությունը ինչ է համարվում ավելի հիմնական մասը մարդկանց իրան կոչում են որպես ֆոնային ինչ որ մի բան, բարտնկալվող, ինչ որ բանի տակ պետք է լինես, որ տժած, տակ արտահայտություններ, ինչ ես կարծում, ինչ են մերոնք այտենց։ Դե նայ, այդ արտահայտությունները այդքան էլ սխալ չեն։ Գլոբալ լոգիկա կա դրա մեջ, բայց օրինակ իմ մոտից ասելով խնդիրներ ունենք դրա հետ կապված, այսինքն որ մարդիկ քիչ են այցելում։ Բայց օրինակ հետաքրքիր է որ իմ մոտ երբ որ ես տրեզվի եմ party արել, այսինքն առանց մի բաժակ խմելու նույնիսկ, այո, իսկ այս party-ներին սիրում եմ, այսինքն տենց խմիչքը բան պետքա լինի, էլի, ամեն դեպքում դրանք նպաստող ինչ որ իրադարձություններ են, որ լինում են։ Ես այդքան տարի տենց party եմ արել աշխարհի տարբեր տեղերում, որ օրը ուղղակի, այսինքն կում անգամ ալկոհոլ չեմ օգտագործել, ասես չիստիմ բլիստիմ վիճակով եմ եղել, նման օրերին ինձ շատ են հարցրել, «Էս ինչի տակ ես»։ Էս ինչի տակ, ես էլ միշտ տենց հումոր եմ, ասում ինչ որ նոր բան է, ասում եմ, մեկը ես էլ չէի փորձել, ասում եմ, չգիտեմ, չեմ կարող ասեմ ինչ է անում հետս եւ այլն։ Դրա համար էս էլ կապված է մարդուց, այսինքն չի որ պետքա սիրես այդ երաժշտությունը, որովհետեւ պարտադիր չի դու ինչ որ բանի տակ լինես այդ երաժշտության հետ քո, չգիտեմ, ինչ որ իմաստով չնեղացնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր առանձին զբաղվում են մեդիտացիայով, որովհետև շատ գնահատում եմ, բայց ինչ որ իմաստով դու կարող ես նաև ինչ որ մեդիտատիվ տրամադրության մեջ բերել քո անձը, որին կարող է նպաստել էլեկտրոնային երաժշտությունը, իսկ դա միշտ կհանգեցնի դրականի, էլի, ըստ իս։ Մյուս կողմից նայ, ասում եմ, չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, քեզ խմիչք պետք չի, որ լավ ժամանակ անցկացնես, ասում եմ, օքեյ, քեզ ասում եմ, վազելու կոշիկ պետք չի, որ վազես, բայց it helps։ Հիմա ինչ որ բաները կարող են օգնել, օրինակ, party-т մի քիչ ավելի խայտաբղետ անցկացնելու համար։ Ես լիովին քո հետ համաձայն եմ, ամեն մարդը յունիկ է այդ հարցում, այսինքն եթե այն մարդիկ, որ օրինակ, չգիտեմ, չեն խմում կամ ոչ մի բան չեն անում ու ասում են տենց է ճիշտ ձևը ու փորձում են ուրիշին կապել իրենց միտքը, կարծում եմ դա մի քիչ սխալ է, այսինքն ամեն մարդ յունիկ է, ամեն օրգանիզմ, ամեն ինչ, էլի, այսինքն ով ոնց իրան զգում է, կոպիտ ասած այդ կապը ոնց ավելի զգում է, ասում տենց էլ պետքա անի տենց էլ պետքա վայելի իր երեկոն, իր էլեկտրոնային երաժշտությունը։ Իսկ ասում եմ, Սյուրեմի բիցայից բանը որ կլուբից էր։ Մի խոսքով Ռիչի Լուսիանո այդ party-ից հետո դուրս եմ գալիս առավոտ ժամը 11-ն է երևի, այսինքն որ տենց party-ից դուրս եկան, դու այնտեղ ֆլայերներ են բաժանում after party-ի հետ կապված բան։ Մի խոսքով տենց քայլեցի, մտա մի հատ խան ջուր վերցրեցի, ու ասեցի իջնեմ ծովի ափին մի քիչ նստեմ այդ մյուզիկից հետո կհասկանամ հյուրանոց եմ ուզում գնամ, թե after party եմ ուզում շարունակեմ եւ այլն, սենց այդ վիճակի մեջ ու մեկ էլ սենց հերվից այն բանը Տարանտինոյի Kill Bill 2-ի որ Uma Thurman-ը գերեզմանից հետա գալիս է, սենց հողոտ Մի խոսքով ասենց բան է, տղա, այ սենց քայլում դեպի իմ կողմ, հասավից ձեն չհանեցի, տենց բանը, ջուր էր վերցրել, ոնց որ երկու շիշ, մի շիշ տվեցի, սենց մի անգամից խմեց, «Merci», ֆրանսիացի էր ասում, after, where is after, ասես է ֆլայեր են տվել, տիպը տենց չգիտեմ, let's go, ասի, no, ես ուզում եմ գնամ ծովի ափին մի քիչ նստեմ, մեկը սենց հայց, you smoke, տեսել որ դուրս է եկե, մի հատ տենց հաճելի joint ման ծխեցի, որ սենց
Գնամ այդ ծովի ափին, վայելեմ, արևը իրար շողերը, բաներ մգսամ։ You smoke, ասում եմ yes, ասում no good, ասում եմ ինչի, ասում because ասում եմ քո աչքերը ասում եմ կարմիր է հիմա, ու ես քո աչքերից կարամ ասեմ, որ դու ծխել ես, ասում եմ։ Օրինակի համար ասում եմ, ես 4 հատ էքստազի եմ կրի, բայց դու չես կարող ասես, ու թռնում ասել, բայց դու չես կարող։ Ասի իրոք вообще չի երևում։ Բացարձակ ասի, քեզնից որ չի զգացվում։ Որ կարող է շատ դեպքեր որ ինքը այդքան բան արել որ ես մխես ծխում այսինքն այդ որ ասում ես տարբերությունը էլի հիմա իմ համար տենց բաներ հաճելի էր օրինակ ծխել բայց իր համար դա շատ տենց օրգանական առողջ այ երևույթը այդ բանել ընկալելի չէ մարդներ որ եկել էր քեզ մեղադրում էր որ դու ասենք չգիտեմ վայելում ես քո ծովը այդ պատերությամբ նստած Վերադառնանք, գիտես որ հարցին, որ ամենասկզբում ասում եմ, այտենց սահուն անցանք, բայց վերադարձանք։ Հիմա վերադառնանք դրան։ Այսքան ժամանակ դե այն որ գիտենք քո երգերը բան ամեն ինչը գիտենք, բայց այսքան ժամանակ օրինակ չի եղել միտք ինչ որ կոլաբորացիա անել, ինչ որ DJ-ի կամ ինչ որ պրոդյուսերի հետ, ինչ որ էլեկտրոնային ավելի ոչ, քանի որ ինչքան գիտենք ինչքան ես դու ես սիրում, ինչքան այն որ հաճախում ես եւ այլն։ Այդ մտքեր չես ունեցել։ Այդպես մտքեր ունեցել եմ, մինչև հիմա ունեմ։ Այդ մտքերը ուղղակի չի հաջողել, որովհետև նա ես կարծում եմ, որ այստեղ կա դրա եւ տրամաբանական եւ ոչ այդքան տրամաբանական մասը, որովհետև հիմնական էլեկտրոնային, այսինքն հենց house music-ի մեջ, այն ինչ որ քո նշած DJ-ները pop արտիստների հետ, որ համագործակցեցին իրանք լավ կարողացան միքսել, այսինքն համատեղել էլեկտրոնայինն ու եւ pop երաժշտության կանոնները, օրինակի համար, չգիտեմ, պրիմիտիվ, կուպլետ պրիպև հասկացողությունները։ Այստեղ ես չեմ գտել այդ մարդկանց ու չի ստացվել, որովհետև շատ ժամանակ մերոնք միշտ Հռոմի պապից ավելի կաթոլիկ են լինում ու նմանատիպ ասպարեզներում, որ շատ տենց խոցելի, որ օրինակ դու ասես կարող է էլեկտրոնայինը փոփի հետ բանանեն, կարող է նեղանան քեզնից, որ ինչպես կարելի է էլեկտրոնային երաժշտությունը բերել հասցնել այդ մակարդակի վրա։ Ու հիմնականում house music մեջ պատկերացնում են ավելի վոկալային, օրինակ նահարի, չէ, տենց հիմա գոնե, այսինքն այդ հայկական միքսերը որ արվում են, որ տենց մի հատ տող երգես ու գնա which is amazing Էդ էլ է շատ լավ կոլաբորացիա բայց ես նախ վոկալային այդ ժանրի մեջ ինձ չեմ փորձել որ օրինակ ասեմ համատեղեն եւ մյուս իմաստով էլ այլ հարցը եթե դու դա անում ես հենց այն ինդուստրիայի համար որ իրանք պետք է միքսերի մեջ նվագեն այլ հարցը եթե դա դու ուզում ես բերես քո բեմ քո շոու բեմ էլի ինչը որ խոսեցինք ու ասեցի արեց Ռոզալիան օրինակի համար տենց ման շատ կուզեի անեի հիմա անենք մի հատ գործ գրեք անենք ես չեմ կարող գրեմ ինչ հա ես իրականում շատ կողմնակից եմ ու կողմնակից եմ հենց նրա որ այսինքն դու չփորձես դու քանի որ արտիստ ես դու այսքան ժամանակ եթե չես փորձել հարմարվել նույն ասած ասենք չգիտեմ ինչ որ տենց հայկականոտ մի բան երգես որ հարմարվի այդ էլեկտրոնային երաժշտության, այլ հենց քո սաունդը պետք է կոպիտ ասած, որ կոպիտ ասած դա արդեն լսողը, որ իմանա, այսի արսն է, այսի էսա, ու ստացվել է թույն բան, էլի։ Օրինակ նայ, շատ լավն է, չէ, օրինակ խիոխիոն շատ լավ նստում է այդ, այսինքն մեր ժողովրդական լիքը տենց ստեղծագործություններ կան, որոնք շատ սիրուն իսկապես համահունչվում են էլեկտրոնային երաժշտությանը։ Դա դեռ չեմ փորձել, բայց իրով կարամ անեմ։ Խիոխ խանը իսկ եթե DJ-ն լինեի հա էլի հետաքրքիր հարց է օքեյ եթե լինեիր DJ հա ինչ մյուզիկ կնվագեի չէ ինչ սյուր բաներ կունենայիր ռայդերիդ մեջ ռայդերից մեջ հա կամ հիմա DJ-ի բարագայում կամ հիմա կարող է ինչ որ հետաքրքիր բան ունես ռայդերիդ մեջ որ մարդիկ չգիտեն դրա մասին չէ հիմա իմ ռայդերը համեստ է շատ շամպայն լավ շամպայն ցանկալի է
կոնյակ, թեպետ որ աշխատանքի ժամանակ այսքան վերջում կարող է ինչ-որ մի բաժակ խմեմ եւ այլն, բայց այտենց պետքա լինի, էլի, որովհետեւ գրիմանոց կարամոտդ մարդ գա։ Չէ, կոնկրետ ես ինչ մասն եմ։ Բայց որ абսուրդ բան հիմա իմ ռայդերում չկա, բայց գիտես չէ՞ դա ինչի են գրում այդ абսուրդ բաները։ Որ ստուգեն ռայդերը կարդացել ես թե չէ։ Որովհետև հիմնականում կազմակերպիչներին երբ որ ուղարկում են ռայդերները, իրենք տենց կարող է անմիջապես ասեն օքեյ, հետո նայեն, այնտեղ ինչեր կա, որ հետո ոնց որ կլուծեն այդ հարցը։ Ու հիմնականում միշտ բոլոր արտիստների մոտ գրված է մի հատ շատ տարօրինակ բան, դրանով իրանք ստուգում են դու արդյոք կարդացել ես ռայդերը թե չէ, էլի որ Հա, ես տենց շատ օրինակներ եմ, մեր DJ-ների մոտ էլ իհարկե մեր DJ-ներն էլ որ բերում ենք։ Մենք լիքը բաշխվել ենք այդպես։ Հա, հիմնականում իհարկե մեր մոտ տենց չի լինում ինչ որ տենց փախած բաներ։ Ես օրինակ կարդացել եմ, հա, կարդացել եմ, ասենք, չգիտեմ, մարդկա օրինակ, չգիտեմ, ինչ որ շներ են օրինակ, ասում գրիմյորկա մեջ շնից պետք է լինի, իրենց սիրեմ հանգստան։ Հա, մարդկա, ասենք, չգիտեմ, ինչ որ նասկիներ Մարդը որ նասկիներ է գրում օրինակ հատուկ ինչ որ բրենդի օրինակ էս նասկիներից պետք է անպայման գրիմյորկայում լինի, ասենք հիշում եմ շատ հնում կամիձի ժամանակ որ մեծոյում էի աշխատում կամիձի կլաբից ժողովուրդը որ պետք է գային ընդ կորպորատիվի համար ռայդերում կետ կար որ պետք է օրինակ տաք ջրի կրանը ձախից լինի անպայման Ես օրինակ երբ որ դու երբ ձախից լինի անպայման Հայաստանում հիմնականում տենց է չէ հակառակն է մեր մոտ միշտ ինչ ձախից Տենց հրանոստեր կա իմիջայլոց Չէ ես որ դուրս եմ ռայդեր արկում հատկապես երբ որ դրսի մարդկանց հետ եմ աշխատում էլի ոչ հայ կազմակերպիչների այդտեղ կարող է տենց իմ տնօրենը ուղարկի որ չէ հայկական կոնյակ են ուզում հա Բերում են լրիվ լագիչ լրիվ լրիվ բերում են Так մեր հաջորդ հարցը Էս էլ հետաքրքիր է իմ կարծիքով մարդկանց էլ հետաքրքիր կլինի ամենա վատ դեպքը պատահարը որը քեզ իվենթների ամենատենց չգիտեմ համ կարա լինի տիպը ամենատենց սյուր համ կարա լինի ամենահետաքրքիր միգուցե պատահարը որ տենց ինչ որ իվենթի ընթացքում քո հետ եղել է Իվենթի ելույթների կոնցերտների թվախտ ինչ որ կամ համերգիների ժամանակ դաս երկուսն էլ ասես Ոյ Լսի դե ամեն իվենթ մի հատ պատահար է Այդքանից որ մեկը որ ակնթարթը հիշեմ որ իվենթների ժամանակ հետս եղել է դե ամենա որ էլ աշխարհում ոչ միտեղ չեմ հավատում որ կարա կրկնվի դա եղել է Գոայի զգացողությունները Հնդկաստան Սայտրանս ու տեսնել այդքան տարբեր մարդկանց որ աշխարհում, այսինքն յուրաքանչյուր տեղ որ գնաս, ինչ որ հետաքրքիր մարդկանց կտեսնես։ Գոան ոնց որ այդ բոլոր կետերից ինչքան այդպես հնարավոր հետաքրքիր դեմք կա, ոնց որ համատեղված լինի միտեղ Գոայի այդ զգացողություններ ու հա Գոայում մի անգամ ինչ եղավ հետս Հիլթոփում էինք ուրեմ party Ինքը daytime party է, էլի առավոտից մինչև երեկո է։ Ես առաջին օրը սկուտերի վրա էի, մի խոսքով տենց ընկա, ծունկս բացվեց, ինձ ասին Գոան պաչեց քեզ, այսինքն դա Գոայի welcome-ներից մեկների եւ այլն, մի խոսքով այդ վիճակում Բայց այնուամենայնիվ party եմ անում ու սենց ասում եմ որ բանը աշխարհի բոլոր խորեոգրաֆների համար է այս իմ party-ն որովհետև ապարում եմ, sense չեմ կարասեմ, այսինքն մարմնի պլաստիկան, օրինակ ես ռեյվերի ժամանակ շատ եմ սիրում օգտագործել, ու դա կարա լինի ոչ միայն այն ինչ որ, չգիտեմ, այդ ռիթմի մեջ կարա, չէ, թե կուլտուրան ամեն դեպքում ինչ որ մի հատ շարժման բան ունի, որ քիչ թե շատ դրա մեջ ես լինում։ Իմ մոտ կարա ասենք այդտեղից շատ անսպասելի բալետային ինչ որ մի հատ դրսևորում գա եւ այլն։ Ու տեն ժանրային որ ասում եմ, ման պարզ նվիրվում է աշխարհի բոլոր խորեոգրաֆներին, հա։ Ու մի հատ շատ տենց հետաքրքիր տիպեր եւ այլն, հա։ Սենց այ կոնտակտ ունեցանք եւ ինձ սենց հարեց։ Մենք էլի ենք հանդիպել։ Ասում եմ, հա, ասում եմ, հա, այս աշխարհի վրա բան եւ այլն կարա սենց այս Բասիանիում, ասում եմ, ես քեզ հիշում եմ Բասիանից։ Իսկ ես այդ Գոայից առաջ Բասիանիում եղել է 3 տարի առաջ։ Այսինքն դու պատկերացրու Բասիանիում ես ոնց եմ տժացել։
որ այդ Մուդ Բասյանիում ինձ ֆիքսել են հերիք չի ու մի կատել 3 տարի հետո գոհայում տերմենսամ ես քեզ հիշում եմ Բասյանից ասում մի անգամ է եղել Բասյանը ասենք սկայլա այտենց հիշել ասենք պատկերացնում ես անել կլուբից այսինքն ես ոնց եմ party անում էլի մոտավորապես ոնց եմ party անում գիտեմ շատ լավ տենց party-ներ եմ ունեցել մի անգամ հիշում եմ որ ընկերներից տեսա լոսում 5 շաբթի օրը հետո Կիրակի վերջացավ մեր այդ ամբողջ party-ն ու այդ ժամանակ տենց Seth Troxler-ին լսեցի club-ում որն էլ իմ կամուրջներ դեպի էլեկտրոնային մյուզիկ Seth Troxler-ն է եղել այսինքն ինքը դե նաև ալտերնատիվ չէ մի քիչ մյուզիկա նվագում, բայց համենայն դեպս ինքն էր, կարելի ասել այդ կամուրջը։ House-ա։ Հա, էլի house-ա, բայց դեպի էլեկտրոնային ոնց որ Seth Troxler-ը ինձ բերեց, ինչպես շատ-շատերին ջարի բանը։ Չէ, այդ երգը ես ասում եմ ոնց որ կամուրջը լինի, այն որ sense pop-ից sense քայլելով գնում ես տեխնո աշխարհ։ Այդ տրեքի նո մեր թվերին ամենայն դեպս։ Հա, այն որ вообще ոչ մեկ չգիտեր, ասենք вообще այդ երաժշտությունը ինչ է, բայց այդ սաղ տեղերը լսում էին, դաժե նվագերի մեջ էին լսում հիշում եմ էդի։ Հա, ու գոհանել, կստացի ես էլ եմ գոհանում եղել մի 10 տարի առաջ, առաջին իմ տպավորությունը ես տենց եմ որ եկա այդ Անջունա Բիչում հենց որ բան էինք վերցրել, կոտեջ էինք վերցրել ու հենց այդ առաջի տպավորությունը առավոտը 7-ին հասել եմ կոտեջ, հենց վերջերս թողել եմ ու ինչ որ այդ Psytrance-ա գնում ինչ որ տեղ։ Psytrance-ա պատկերացնում։ Ինչ որ միտեղից sense այդ ձենը գալիս է, այդ կտրտոցը գալիս է կոպիտ ասած։ Ու sense որ sense թողեցի sense պլաժով sense քայլելով ձենի վրա sense գնացի ու հասա այդտեղ ու ասենք իմ համար տենց կուլտուրնի շոկ էր էլի ասենք այդ մարտիկ այդ ինչ այդ ես օրինակ գոհատրանս շատ եմ սիրում մյուզիկը էլի Psytrance այդ պարերը այդ բանը ասենք ես sense կուճկվել էի մի անկյունի վրա sense պրոստը նայում էի որովհետեւ այ որ տանը ասում ես չէ ես կարամ Psytrance էլ բան անեմ այսինքն տենց միացնեմ ու չգիտեմ անեմ իմ սովորական գործողությունները սուրճ եւ այլն բան մեկ էլ որևէ պահի սկսեմ պարել հետո նորից շարունակել ես եմ տունանում պրոստը երեխեքը թարս են նայում մի քիչ ես դեռ վերջից աղջիկս ասեց պապային ինչ եղավ մամա Շուտ մյուզիկա իմ ասես սկսեցի թրբռալ Իսկ քեզ вообще հետաքրքիր է եղել տենց DJ-ությունը ինչ որ տեկուս սիրողական սովոր Հա մի անգամ արել եմ Հա մի անգամ մեր Դավոն Գալստյան մի հատ կլաբ ուներ պոլիգրաֆը որ փակվեց դրա դիմաց անունը նայի ինչ էր բառեր էլի ինքը Uptown exactly Davos Uptown Uptown-ում մի անգամ տենց օր արեց որ ես էի միացնում Wow, չեք իմացել Տրեքերը դե իհարկե չէի միքսում, բայց շուտ էր Սելեկտրություն է սա Սելեկտրություն էր ավելի շատ, որ ինչ որ իմ սիրած տրեքերն է, հա, տրեքերն է դնում ու շատ լավ party եղավ Իսկ ինչ էիր նվագում, ինչ ոչ Դե շատ տարբեր, նայ, օրինակ ինչ որ DJ-ներից ինչ որ տրեքեր էին նվագում, նույն էլեկտրոնային ու արանքում կարող է մի հատ շատ պապսովի ինչ որ մի բան նվագեի, հա, տենց խառնեի կամ օրինակ ինչ որ հա մի ոչ չէ կամ կարող է օրինակ ինչ որ մի հատ Psytrance գործից հետո ասենք դրանից հետո տենց անսպասելի միացնել Լիլիթ Պիպյանի դու մի ալարմիլար ամենայս խերի շատ հետաքրքիր էր օրինակ այդ հարցը ես հատուկ ուզում եի քեզ տալ որովհետև դու քանի որ տենց շատ տենց բազմակողմանի բան ես անում բայց էսի միցակ էս DJ-ությունը այն բանն է որ կոնկրետ այն որ քեզ կսազեր էլի այն որ դու պետք է մտածես ինչ որ alter ego ունենաս որ ու sense դա շատ եմ սիրում ես օրինակ DJ-ներին այսինքն այդ որ ասում եմ օրինակ ես որ երկրից դուրս լինում եմ իմ օրը գծվում է, չգիտեմ, թատրոն ներկայացում նայելով, որից հետո բար, ինչ որ մի օր, ինչ որ թանգարան եւ այլն, դրանցից մեկը նաեւ բնականաբար clubbing-ն է։ Ու ես հիմնականում գնում եմ DJ-ների համար։ Այսինքն ես կարող եմ ինչ որ երկրում լինեմ, այդ օրը ինչ որ մեկը ինձ գոնե հայտնի կամ ասենք ռիվյուներով կամ օրինակ զանգեմ ձեզ հարցնեմ ոնց է կամ ընկերներից չգնամ զուտ նրա համար որ պետքա գնամ կլաբ այսինքն ես գնում եմ հենց մեծամասամբ DJ-ների համար դրա համար այդ շատ սիրում եմ բայց դա էլ պետք է սովորեմ էլի ես այդքան track ես չգիտեմ
ահռելի աշխատանքային ինչ որ դուք եք անում։ Այսինքն օրվա մեջ լսել 1000 track էս իմ տեմպո ռիթմի մեջ, մի հատ էլ դրան գնալ, որ select անել, լավ, հիմա 1000 կարող է տենց շատ է հնչում, բայց նվազագույնը գոնե մի 50 ինչ որ մի բան պետք է լսես, որ անընդհատ դու թարմ ինֆորմացիա ունենաս։ 50-ից գծիկ 1000, այդտեղ գծիկ 1000, էլի, այսինքն դա կարա լինի։ Ու մենք կարանք 100-150 հատ այդտենց լսենք, մի 2-3 հատ առանձնացնենք։ Մանավանդ եթե ասենք դու կոնկրետ դրանով զբաղվես ու ասենք չգիտեմ, թարմ, փորձես թարմ տրեքեր գտնես, ապա բնականաբար լիքը ժամանակ պետք է կարողանաս ամեն քիչ այդ մասին չէի մտածել, որ մի քիչ դժվար կլինի քո գրաֆիկը։ Գրաֆիկից կակրաս մյուս հարցը պետք է այն հարցը տանք, թե ինձ թվում մարդկանց բոլորին հետաքրքիր է այդ հարցը, թե այս մարդը ոնց է այդքան բանը հասցնում։ Ոնց է թատրոնը, դերասանությունը, հաղորդումներ վարելը, այդքան բանը ոնց է գրաֆիկը։ Երաժշտությունը, այո։ Նենց հետաքրքիր է շատ հեշտ։ Ոնց է։ Լսի չէ ոնց է եկել այդ որոշման, որ այդքան բան պետք է անես ու դու քո մեջ ոնց որ հաղթարես այդ որ դու հասցնելուս ու դու բոլորը լավ ես փողի համար ես անում ու դու փողը գալիս է ու դու բոլորը լավ ես անելու ու անում ես լավ փողը ինքնին գալիս է իմոտ բխելա մեկը մյուսից դրա համար այդ հասցնելու հետ կապված այսքան սկզբում եղել է թատրոն եւ վերջ, այսպես էր։ Հետո առաջարկ եղավ TV-ն ու սկսվեց TV-ում արդեն իմ գործունեությունը, որից հետո երգը, կինոն, զուգահեռաբար այդ ամեն ինչին։ Գիտես էլի ինչեւ պատասխանել այդ ասեմ, որովհետեւ թատրոնը всё-таки, այսինքն ինքը ես չեմ ուզում ասեմ, որ նո իմ համար թատրոնը ես ավելի շատ եմ հարգում թատրոնի դերասանները մտի շալամ էր անելու բալետի ու օպերայի կապված արդեն վախեցած նստած է ես չեմ ուզում թատրոնը չեմ հասկանում ես չեմ ուզում գնում մարդիկ չէ հակառակն իմ մոտ հակառակն է ես չեմ ուզում թերագնահատեմ գեղարվեստական ֆիլմի դերասաններին դա էլ է շատ ողջունելի է շատ հարգում ենք մենք այդ ամեն ինչը բայց դու տես համ թատրոնում ես համ այնտեղ թատրոնի այդ էքստրա պետք է սովորես, որովհետև դու սխալվելու այնտեղ կինոյում էլ պետք է սովորես։ Հա, բայց դու ունես կինոյում սխալվելու իրավունք, դու այնտեղ չունես սխալվելու իրավունք։ Ու դու պետք է այդ ամեն ինչին այնքան պատրաստ ու վստահ լինես քո մեջ։ Նայ, քո հետ համաձայն եմ այս իմաստով, բայց սենց մի հատ բան կա, թատրոնում չունես սխալվելու իրավունք, բայց թատրոնը ինքը կենթանի օրգանիզմ է, ոնց որ կյանքը։ Այսինքն անգամ եթե դու այդ րոպեին սխալվեցիր, ինքը ոնց որ այդ կենթանի կյանքի նման, օքեյ, անցնում գնում է։ Կինոյում եթե սխալվեցիր մնում է էկրանին այսինքն ստեղ չես կարող ասես էլի որտեղից սխալվելն է ավելի վտանգավոր կինոյում սխալվելը կարող է շատ երկար մնա էկրանին պատմության մեջ ու երբ էլ նայեն դու նույն սխալը անես իսկ թատրոնում կարող է շտկելու հնարավորություն ունենաս դրա համար մի քիչ բան է բայց թատրոնում ես շատ սիրում եմ այդ միանվագությունը այսինքն սկսվեց կյանքի նման է ինքը սկսվեց ու վերջ ինքը գնում է ընթանում է մինչև կավարտվի իրան տրված ժամանակահատվածում էլի այդ կենթանի օրգանիզմը թատրոնի այդ իմաստով ինձ շատ դուր է գալիս բայց նույն ու ինչ որտեղ առավել լավ դաշտ է ստեղծագործելու կինոն հա որովհետև այնտեղ կա որ նույն էմոցիան թեպետ դու կյանքում չես կարող նույն էմոցիան երկու անգամ անել, բայց այստեղ մասնագիտական ինչ-որ հմտություններ եւ այլն կարող են օգնել, բայց դու նույն բանը կարող ես բարբերաբար, այսինքն անդադար խաղալ, միջև մի տեսարան նկարվի, հա, տարբեր ռակուրսներից քեզ նկարում են ու դու պետք է աշխատես, նենց անես, որ հետո մոնտաժ անողը լավ արտահայտվի քո մասին։ Այսինքն ինչ-որ պրոֆեսիոնալ սկիլեր են, որոնք կան։ Հասցնում եմ, որովհետև սիրում եմ։ Հա։ Միայն ու միայն դրա պատճառով։ Այդ երևում է քեզնից։ Հա, որովհետև այն ինչ որ չես սիրում, միշտ կա առիթ ու հնարավորություն չհասցնելու, ժամանակ չունենալու, բայց երբ որ սիրում եմ, սենց գնում եմ։ Վերջերս ուղակի, չնայած հիմա ասում եմ վերջերս, բայց երևի ամբողջ կյանքը է տենց եղել, բայց այս վերջին մի ամիսը նենց ստացվեց, 2 ամիսը, որ ես մի օր անգամ չունեցա հանգստանալու, բայց դրանից հետո տենց դդնք սենց մի հատ տենց պաուզայի մեջ հայտնվեցի, որ լռում էի, նույնիսկ չէի կարում հեռախոսով խոսալ։ Հա, դա շատ կարևոր է իմ կարծիքով այդ
բանը պետքա պայել էլի վсё-таки որ տենց վգարանիա այդ բառը չգիտեմ ոնց է Հա, պաժար։ Հրկի, Պաշարված չես ինքն։ հրկիզումը չլինի։ հրկիզումը չլինի, հա, դա կարծում եմ պետքա, որովհետև դա հենց պրյամ Դե մարմինը էլ է ասում, հիվանդանում ես օրինակի համար։ Բալեսելում երկու օր պարկի։ Շարունակելով մեր հարցաքննությունը, ուզում էինք իմանայինք ելույթների ժամանակ ինչն է կարևորում ամենաշատը, այսինքն դա կլինի մթնոլորտը, վայրը, հնչողությունը, լույսերը, ճիշտ հանդիսատեսը։ Այո, ինչ ես միշտ քո համար կարևորել, առանձնացրել միգուցե։ Դա նախ ամբողջապես պատրաստ լինելն է այդ ելույթի, ինձ համար որպես արտիստ, որ երբ որ հստակ փորձված է, այսինքն դու հստակ գիտես, հա, ինչից հետո ոնց է գնալու, երբ որ այդ ամեն ինչը լավ, ֆունդամենտալ իմաստով կա, նույն վստահությունը տեքստի, խորեոգրաֆիայի, շարժման, որ վարքյանին որտեղ լինելու ու այդ ամեն ինչը, երբ որ արդեն դու լավ հղկված, փորձված ունես, այդ վարքյանին ամեն ինչ բաց թողնելու զուտ այն զգացողություններին, որոնք այդ վարքյանին կգան, որովհետև դրանք լինում են ամենաիսկականը ու ամենա ազդեցիկը, ինչ որ իմաստով, այսինքն իմ համար ելույթների իմաստով դա է կարևոր, բնականաբար sound-ն է կարևոր, որովհետև այդ կլինի երգելուց առավել ընդգծված, անգամ նույնիսկ վարելուց մեկ կարող է լինի նենց մի հատ միկրոֆոն քեզ տան, որ այսինքն մի հատ ձայն դուրս գա այն տարածքից եւ այլն, ու այն ինչ որ դու գիտես քո ձայնի հետ ինչ կարող ես անել, ոնց կարող ես աշխատել, այդ էֆեկտը չունենա, ու մարդ օրինակ ունենա ինչ որ տպավորություն, որ բայց ոնց վարեց, ինչ եղավ ու չհասկանա, որ դա ենթագիտակցաբար ազդել է իր վրա զուտ միայն ձայնի պատճառով։ Նույն արտիստի ելույթը մի անգամ համաշխարհային մի հատ լուսավորողի էի լսում, նենց գեղեցիկ բան ասեց լույսի հետ կապված, որ ասում է ձայնը եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը կա տվյալ արտիստը ունի, բայց հենց դու լույսը վառում ես իր վրա, ինքը այդ վարքյանին դառնում է ոնց որ վերևից դիեզերքից աստծուց, ոնց ուզում եք ընկալեք նվեր։ Պատկերացնում եք, այսինքն ինչքան կարևոր է օրինակ նույն լույսի ներկայությունը, որովհետև սրանք հենց արվեստի այդ միախմբումն են, որոնք բոլորը իրար հետ, չգիտեմ, քո ֆոնը, դեկորացիան, LED-ը, ոնց կաշխատի, ինչ կանի, որոնք բոլորը իրար հետ բերում են մի հատ հաճելի զգացողության հանդիսատեսի մոտ։ Իսկ երբ որ այդ բոլոր կետերը պրոֆեսիոնալ աշխատում են, արտիստին մնում է միայն վայելել այդ ամեն ինչը։ Համաձայն եմ։ Հա, իսկ հանդիսատեսը կարևոր է այնքանով որ իր համար է ի վերջո այդ ամեն ինչը արվում էլի, բայց այդ ամեն ինչը երբ որ դու ներկայացրել ես, չի կարող իր արձագանքը, այսպես ասած, չգտնի, բայց որ ասեմ հանդիսատեսի համար ախ ոնց կգնահատի հանդիսատեսը ինչ կանի, սրանք այդքան էլ երբեմն այդքան էլ ճշմարիտ չէ։ Ես հիմա հասկանում եմ, որ ընտիր կլինի, որ ես ասեմ իսկապես հանդիսատեսը ինչ կարծիք որ կազմի, հենց դա է կարևորը եւ մղիչ ուժը, ու սա կարող է մի քանի հոգու դեպի ինձ ձգել ավելի շատ, բայց ես ուզում եմ անկեղծ ասել, որ դա չեմ կարող հիմա ձեզ խաբել, դա այդպես չի, որովհետեւ եթե լսես հանդիսատեսի կարծիքը, դու կարող ես մի օր ասեն, այս ինչ լավ երգիչ է, հաջորդ օրը ասեն ինչի է երգում, այսինքն դու հաջորդ օրը պետքա չերգես, բայց այն օրը որ ասել են ինչ լավ երգիչ է, երգես։ Դրա համար նույնիսկ շատ ժամանակ հանդիսատեսին տենց չափից ավել, երբ որ մեր ասպարեզի ներկայացուցիչները կարևորում են, շատ մարդիկ հավատում են, որ դա իրոք տենց է, բայց ստեղծագործող մարդը ստեղծագործելու է։ Կարևորը հանդիսատեսի գնահատականը, որովհետև դա երբեմն փողից էլ ավել կարող է էներգիա տալ լիցքավորի ոգևորի։ Բայց հիմա ասենք, եթե դու գնացել ես ինչ-որ ելույթի եւ քո այն հոնորարը, որ դու ես ուզել, ասենք այդ մեծ հոնորարը քեզ տվել են, ու այդ առիթի ժողովուրդը, ասենք 100-ից
90-ը parեց այն 10-ը չէ, հաստատ տրավմա չես ստանում, էլի, որ այն 10 Չէ, էլի 100%։ Ես ուզում եի ավելացնել, ասեի, եթե այդ սկզբի նշածները, այդ այսինքն ձայնը տեղն է, քո տեքստը, ամեն ինչը, mood-ը, ամեն ինչը տեղն է, լույսը տեղն է, այդ ամեն ինչից հետո երբ որ դու ամեն ինչ իդեալական կոպիտ ասած տվել ես, քո մաքսիմումը տվել ես այս պայդրությամբ ու հանդիսատեսը օրինակ չգիտեմ ասի հանդիսատեսը շատ անկեղծ է այդ իմաստով եւ իրանք շատ անկեղծ արձագանքում են այսինքն ես ունեցել եմ եւ լավ ելույթներ եւ թերի ելույթներ եւ երկուսի ժամանակ էլ ես տեսել եմ եւ լավ արձագանք եւ ոչ այնքան հաճելի արձագանք բայց ես այստեղ հասկացել եմ որ այս չեսնի է հասկանում ես անկեղծ է ոչ թե ինչի հանդիսատեսը տենց հարեց այլ ես ինքս գիտեմ ես ինքս բավարարված չեմ իմ ելույթով դե ուր մնաց ասենք օրինակ հանդիսատեսը դրանից մեծ բավականություն ստանա բայց ես ունեցել եմ ներկայացումներ եւ ունեմ որոնք ես գիտեմ որ ես խաղում եմ այսինքն հնարավոր չի այդ մեր քիմիան արտիստ ու հանդիսատես չաշխատի չգործի դրա համար հա հանդիսատեսը շատ անկեղծ է լինում իր զգայական արտահայտչամիջոցի մեջ ու այստեղ չես կարա ինչ որ բաներ fake ես էլի կոպիտ ասած մի քանի հատ էլ բլից հարցեր են քեզ զում տանք արշան ահանց տենց կարաս ոնց հարմարակ ես պատասխանես մի բառով կամ դաժան լայվ ես եթե ուզես քեզ ավելի շատ ինչ է դուր գալիս փառատոններ թե լայվ համերգներ փառատոն իսկ անալոգային երաժշտություն թե թվային երաժշտություն դες կան խոսացինք թվայինից արի ասեմ անալոգային Տես ինչ եղավ արտիստը պետքա զարմացնի թե հասկանալի լինի զարմացնի եւ մի հատ էլ հարց քո կարծիքով որն է երաժշտական ինդուստրիայի ամենագլխավոր սուտը Ուй երաժշտական ինդուստրիայի ամենագլխավոր սուտը Շատ բաներ, շատ բլից օրինակ բեր, դապես բլից չէր։ Նա օրինակ բեր, հələ հասկանամ օրինակ։ Նու օրինակ ես կարեի օրինակ բերել, որ չգիտեմ, որ տենց է որ արտիստները բոլորը տենց շատ երջանիկ եւ ուրախ կյանքով են ապրում, ոնց որ օրինակ բեմի վրա են։ Հա, դե հա էլի։ Չէ, կոպիտ տենց է, չէ՞ տվարությունը, որ այս ինչ կայֆավատ է այս տղու գործը, սաղոր քեֆերի մեջ Հա, այդ իրականում մեր հայ ժողովուրդն է այդպես արտադրությունները։ Հա, այդ տպավորությունը կա։ Դες լավ է, էլի միլիոններով փող եք աշխատում, ինչ ուզում անում եք։ Հա, բան չասենք։ Բան չասենք, բայց աշխատում ենք։ Դրա համար աշխատում ենք։ Հա, կարող է եւ այդ, չգիտեմ։ Մեկ էլ նայ հիմա օրինակ քիչ առաջ մի հատ բան ասեցի, չէ, բայց էս էլ է շատ հակասական, այն որ ասում եմ երբ որ դու բավարարված ես եւ այլն դու կարող ես քո ելույթից բավարարված չլինես, բայց հանդիսատեսը մեծ բավականություն ստանա ու կարա նույնը հակառակ լինի։ Դու շատ բավարարված լինես քո ելույթից, բայց ոչ մի արձագանք դա չգտնի հանդիսատեսի մեջ։ Երևի տենց ինչ որ մի պատմություն։ Դե իմ մոտ էլ շատ տեղ է, որ ասենք ես գոհ չեմ եղել իմ սեթից հետո իջել եմ մարդիկ ասել են ու անկեղծ են ասեն չի տենց Переигрывать. Հա, այսօր հատկապես, չէ, ինչ է։ Ինչ լավ է, ինչ։ Ես մտածեմ, բայց վաչերխեմ ինձ այդքան փնովում։ Հա։ Շատ է տենց եղել։ Իսկ մի հատ էլ էս էլ իմ սիրածներից է, մեծ հաջողություն թե ստեղծագործական ազատություն։ Մեծ հաջողություն, որովհետև որ ունենաս մեծ հաջողություն, դու կունենաս ստեղծագործական ազատություն։ Հաջորդ քայլն է, չէ՞, ուղղակի։ Բնականաբար։ Ահա, էսի մեր բլից հարցերն էին եւ մեր ռուբրիկաներից մեկը ամեն հաղորդման ժամանակ, եթե մեր ոդկասթները չեսներ, սրանից հետո անպայման բոլորը կնայես Արշան։ Հիշում ենք մի հատ տրեքի պատմություն, Հա, որ հա, հիմնականում old school track-եր են, որ տենց 15 եւ պլյուս տարի առաջ եղել, այսօր You Are Not Alone տրեքը, Olivia You Are Not Alone Na 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 Իմացար Ես Ջեքսոնի վրա գնաց Ջեքսոնի վրա գնաց նմանա Դու երկը կդնես լավն է Հա Այս ուրմնաս տրեքը թարգվել է 96 թվին, բայց 97-ից remix-ից հետո դարձել է Բայց նա գոհևանն իմ համար արել է այդպես բաներ
Ոչ թե որ ես եմ ասել ես երգը կդնես, բայց կարող է իր ինչ որ սայթի մեջ մենք այդտեղ սայտրանս օրինակ տրեք նվագի ու ինձ վերևից նայի որ տիպը էս քո համար է ու ես էլ եմ ասում yeah ես շատ գնահատում եմ այդպես բաները այո այն հասել է այս այլ ընթերցեմ այն հասել է UK chart-երի առաջին հորիզոնական եւ դարձել ակումբային դասական տրեկը առանձնանում է իր փափուկ վոկալով եւ մելանխոլիկ էլեկտրոնային սաունդով շատ լավ տրեք է շատ եմ սիրում ու հա մինչ օրս ու դες մեջ drum and bass բան կա այս տրեկի օրիգինալն էլ դաժե որ լսում ես ես մեկ տենց փակումներ եմ սրանով անում բարերում կամ կլաբերում որ միացնում եմ մի անգամից եմ որ սենց մարդկանց հայացքը սենց թեքվող դերի իմ կողմ ընկալում եմ շատ թույն տրեք է չէ ու մենք հենց կակրաս հիշում ենք այն տրեկերը մեր ռուբրիկաների ընթացքում որ իրանք շուտվա են բայց մինչ օրս համաշխարհային դիջեյները օգտագործում են եւ հենց սեթի մեջ օգտագործում են թնդումա ուղակի crowd-ը դե հա ցավոք տենց տրեկեր հիմա մի քիչ քչացել են քիչ են սկսել գրել տենց տրեկեր որ հիթային ցավը դա է այո հիտերը հիմա օրինակ էլեկտրոնայինի մեջ հիթային կամ հիմա մենք ուղղակի չենք պատկերացնում 30 տարի հետո մարդիկ ինչ են լսելու էլի կամ էլ մարդկանց միգուցե կրեատիվության պակաս կա կամ ոչ թե կրեատիվության պակաս այլ ոնց մատուցեմ որ ճիշտ լինի մատուցեմ բառը միասին նախ եւ առաջ Կավա չայ ես մի խոսքով հիտեր քիչ են գրվում ու ցավալի փաստ է մտքերը միգուցե վերջացել են մարդկանց մոտ ամեն ինչ արդեն օգտագործվել է ժամանակներ շարունակ Չէ, բայց միշտ էլ լինելու են նոր ստեղծագործություններ, կարծում եմ։ Լինելու են։ Միշտ էլ կլինեն։ Հարցը հիշելու մեջ է։ Հա։ Հիշվող կլինի ինքը թե ոչ, դրա մեջ ավելի շատ։ Դե հիմա ամեն ինչ է շատ արագացել։ Հա։ Էդ էլ կարծում եմ հենց դրանից է, որ ուղղակի այն տիպի շատ քանակությամբ ստանում ենք այդ ամեն ինչը, որ այդ չենք կարող հիշենք էլի, այդ 5 օր առաջվա մեր լսածը էլի, հիմա այն ժամանակ եթե ասենք, չգիտեմ, տարին կարող է 5 հատ տենց ինչ որ բում ա եղել, մինչև հիմա եկել է դրանք։ Դու պատկերացրու տարիներ առաջ են դիջեյները, որոնք վինիլներով ուղղակի, այսինքն տենց փնտրել են այդ մյուզիկը, տենց ժամանակով ստեղծել, դարձրել են մի հատ սեթ, այսօր ինչքան հասանելի է այդ ամեն ինչը յուրաքանչյուր մարդու համար էլի, բայց այդ հասանելիության մեջ այսօր յուրահատուկ կերպով ավելի տաղանդն է էլի, որ թե նայած դու որովհետև բոլորն էլ կարող են ճակերտավոր այսպես ասած գտնել այդ տրեկերը միքսել, բայց այստեղ արդեն գալիս է հենց այդ անհատի մոտեցումը ու տաղանդը թե ոնց է դա անում մի հատ էլ բան կա որ կուզեմ ասեմ շանս կողոպետ չի չէ ասա ինչ ոչ այս հարցի ես եմ տալիս նայ հաղորդավարը զարթնեց մեջ եկել եմ ձեր ոդկասթի բայց դե ոդկասթ է չէ կարանք իրար զրուցում ենք ինչի է որ աշխարհում այդ մեծ անուն դիջեյները, որոնք էլեկտրոնային մյուզիկի ոչ միայն տենց չգիտեմ ստեղծողներն են, պահողներն են, լեյբլներ են, like top են, հա, տենց A-list են։ Երբ որ իրանց մոտ իրանց իվենտներին, party-ներին լինում ես, իրանք հայերեն ասած քեֆ են կանգնացնում։ Այսինքն դա party է։ Դու գնում ես կլաբ ու դու գնում ես party-ի։ Մեր մոտ մեկ ոնց որ տենց այն որ սենց մի հատ ինչ որ սենց տրեք են նվագում, որ ոնց որ քեզ բանը, տենց թեթև ծեծեն են, որ դու չես հասկանում այս տրեկը, բան, ինչ որ սենց դաժան բան ունեն դիջեյները, որ ինձ մեկ թվում է աուդիտորիայից իրանք մուռ են հանում։ Ոսում են ճանապարհեն տունք։ Ինչ որ չգիտեմ, տենց ջղային ոնց որ ջղայնանան մի բա ու տենց տականք ինչ որ բան նվագեն, որը կարող է ֆանտաստիկ տրեք է։ Դրա մասին չեմ խոսում։ Այսինքն ինքը որպես տրեք եւ այլն, ինչ որ սենց կարա, տենց շատ deep under տեղեր տանի։ Դրա մասին չի խոսքը։ Բայց ընդհանուր party-ին չեն կանգնացնում, հասկանում ես։ Ու երբ որ դու party ես անում, նույնիսկ
անկախ նրանից որ ես արդեն 20 տարի անում եմ, բայց մեկ-մեկ տեսնում եմ, որ sense մարդիկ մտածում են դե երևի ինքը clubbing կյանքից բան տեղյակ։ Ասեն party ես անում, բայ, գեվս պրիվետ, Քարնանյանին, էս ինչ լավ է, բան իրանք մտածում են էլեկտրոնային մյուզիկի հետ կապ չունի, նայի պապսավիկ, բանով տիպը եկել։ Բայց ես եկել եմ party անելու, հասկանես, ես չեմ եկել կոնցերտ լսելու եւ excuse me Մոցարտի ռեկվիեմը, չի, որ ես օրինակ պետքա պատկերացնում ես, չէ՞։ Ես կփորձեմ արձագանքել արագ պատասխանեմ Արսի հարցին, դու էլ քո կարծիքը կարաս արտահայտես։ Ես կարծում եմ, որ մեր DJ-ներից լիքը դեպքեր կան, որ պրինցիպները DJ-ի պրինցիպները ավելի քան շատ են, քան թե այդ պահին ինքը մտածի իր դիմացի մարդկանց մասին։ Այսինքն ես աչքերս կախնվագում եմ իմ երաժշտությունը, իմ սեթն եմ մարդը։ Նա այստեղ հա, բայց չեմ մտածում դիմացին դա դուր կգա, կբռնի ինքը դա, թե ոչ։ Ու ինքը DJ-ը հենց ինչի համար է, որ ինքը կարող է սեթ պատրաստել, բայց կարող է այդ սեթը չի գնում, դե չի բռնում, արդեն ես մի ժամա նվագում ես, չի եթում։ Պետք է փոխես, հենց DJ-ի պրոֆեսիոնալիզմը նրա մեջ է, որ ինքը պահի տակ հասկանա ինչա պետք է ուր տանի։ Համել մյուս կողմից էլ, օրինակ ես երբ գալիս եմ այդ DJ-ին, ես գիտեմ ինքը ինչ մյուզիկ է նվագելու ու լրիվ օքեյ եմ իր այդ ամեն ինչի հետ։ Իմ ասածը նա է, նենց է որ ոնց որ սրանք շատ իրար հետ կապված բաներ լինեն։ Չեմ կարող ասեմ դա մենակ DJ-ն է։ Մեկ-մեկ նույնիսկ մարդիկ էլ, որ օրինակ տեղ են party ու դու party ես անում, կարող է սենց ինչ-որ բան լինեն, որ ես եկել եմ երաժիշտ բանը, այն որ սենց, այսինքն այդ բանը, չէ, հիմա շատ ընդունված է իմ անձնական տիրույթը, իմ անձնական դիստանցիան եւ այ բալամ ջան, դիստանցիա տնից դուրս մի արի, եկել ես հասարակական վայր, որտեղ եւս 3000 հոգի party անում։ Ես այն մարդկանցից եմ, որ շատ գնահատում եմ մարդու տարածությունը ու բնականաբար ինքս էլ, երբ որ party եմ, ես ուզում եմ, որ ես ունենամ այն, ինչի համար որ այդտեղ եմ, հա, կոպիտ ասած եկել եմ իմ party-ն անելու, իմ ինչ որ հարցեր ապրելու, չգիտեմ, իմ էմոցիաները դուրս տալու, ես դրա կողմնակիցն եմ, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ ես գտնում եմ մի party, որտեղ կա եւս 2000 հոգի, ու այդտեղ կարող է հենց այդ էներգետիկ փոխանակումներ լինեն, ինչ որ բաներ լինեն, էլի։ Ես էլ հենց ուզում եի ասեի, որ շատ են բան անում։ Շատ դեպքերում նույնիսկ օրինակ նայ, օրինակ դու բերեցիր դրսի ու մեր բանի միջև, շատ դեպքերում ոչ միայն DJ-ից է այդ ամեն ինչը կախված, այլ նաև կախված է մարդկանցից։ Նույն, ասենք օրինակ ստեղ նույնիսկ ասենք, չգիտեմ, twin underground party-ների ժամանակ, որ գիտես, որ լրիվ տենց միասեր մասա է, կոպիտ ասած հատուկ եկել են կվախենան, հատուկ եկել են հենց այդ երաժշտության համար իրանք, դաժե այդ դեպքերում դու չես կարող իրանց համեմատես նույն, ասենք, նույնատիպ միջոցառման դրսում, որ նույնիսկ դաժե ինքը կարող է super underground, այն որ no photo բան ինչ որ տենց տարածքում լինես, բայց մեկը մարդիկ այն որ իրար տենց դեմքին ժպտալով կոմունիկացիա կա։ Հա, այսինքն անգամ ցանկացածին կարաս մոտենաս քո հարցերով, ինչ որ եթե խնդիր եւ անգամ կոմունիկացիան կա, որ մենք կոմունիկացիա չենք ունենա։ Այսինքն դա էլ է կոմունիկացիայի միջոցով, երբ որ տիպը դու այսինքն քեզ ավելի հանգիստ ես։ No, այսօր տիպը ապերամ, ես բանը, ոչ շփվելու հավես ունեմ, ոչ ինչ որ բան ունեմ, բայց դա էլ է կոմունիկացիայի ու դու դրա համար քեզ ավելի հանգիստ ես զգում այդ միջավայրում ու ասենք նույնիսկ այդ մի փոքր խոսքի, ասենք այդ երաժշտական բաները։ Ես այնքան մարդկանց հետ եմ ծանոթացել դրսում քլաբերում տարբեր, որ օրինակ միջև այսօր կարող եմ մենք, տես չգիտեմ, նամակագրական կապի մեջ լինենք, իրար հետ շփում ունենանք, որ լրիվ եղել է հենց այդ communication-ի արդյունքում, Ու տես դեպքերում դու ասենք այդ երաժշտական այդ լյապերը կոպիտ ասած, որ DJ-ը կարող ասենք պատահումը դաժե կարող է շատ թույն DJ-ը, բայց պայտակ մի հատ սխալ տրեք դնի, էլի։ Լինում է տենց։ Իմ մոտ օրինակ չգիտեմ, շատ է եղել, օրինակ ես տենց գծել եմ սաղ որ սաղ թույն է լինելու, բայց պայտակս մի հատ տրեք եմ դրել, գնացել է, բայց չգիտեմ, օրեսի պես չպետք է դնեի ու զգացել եմ, որ ժողով բանն էլ, մասան էլ է էդի հասկացել էլի, որ ասենք այդ տրեկը вообще չէր գնում Նիկվա հետ։
Էդի դրսում մի քիչ կոմոդ տենց դաժե կարող օքեյ դե լավ հեսա մյուսը մեկը տենց բայց այստեղ մեր մոտ տենց կարող ասես մի անգամից մարդիկ սենց բանով լծվեն մենք այստեղ խնդիր ունենք մեծ խնդիր քննություն է այստեղ լյուբոյ performance քննություն է մեր crowd-ի հետ խնդիր ունենք մեր crowd-ին շատ բարդ է պարածնելը DJ-ների գործը այստեղ շատ դժվար է մեր այդպես բծախնդիր մենք սիրում ենք լավ կողմեր էլ ունի մեր crowd-ը բայց հիմնականում բծախնդիրությունը շատ է ու կապնելը թե այստեղ սխալվեց այստեղ կամ ինչ որ պետք է այդ քեվի ասած այստեղ փախցրեց ախր բան հեն չգնաց բան դա ընդհանուր կարող է մենտալիտետի բան է որովհետև մերոն ոչինչ այդ մեկն էլ ոչ մեկ չի մտածում որ իր օրն է ժիվոյ լինի այդ ամեն ինչը որ իր օրն է այսինքն երբ որ ես դուրս եմ գալիս լիցքաթափվելու ես գնում եմ իմ օրը վայելելու ու ես օրինակ գիտեմ իմ կերպերը թե ես ոնց եմ լիցքաթափվելու հասկանու՞մ ես այդ կարա լինի լյուբոյ կերպ որ ես ընտրում եմ լիցքաթափվելու ու ես որտեղ էլ որ հայտնվեմ քանի որ դուրս եմ եկել իմ օրը դարձնելու ինչ որ մի ձև եթե շատ բացահայտ ինչ որ վատ չգիտեմ վերաբերմունք սերվիս չնայած այդպես տեղերում չեմ լինում որտեղ որ լինում եմ հիանալի ամեն ինչ այսինքն եթե շատ հստակ ինչ որ մի հատ վատ բան տեղի չունենա հնարավոր չի իմ օրը փչացնել որովհետև դա իմ օրն է այսինքն ես գնում եմ իմ օրը վայելելու ու այնտեղ չգիտեմ ինչ էներգիաներ լինեն ես իրանց նենց շատ սիրուն կերպով կարամ նենց դասավորեմ ինձնից հեռացնեմ որ իմ օրը չփչացնեն այսինքն դա իմ օրն է ես գնում եմ իմ հաճույքի համար մեզ մոտ ու դա կլինի թատրոն ներկայացում նայելու կինո իհարկե կարա լինի տենց որ նայես ու ասես մամա ջան վատան ասոր օրինակ ինչի նայեցիր չգիտեմ սենց բան կարա լինի բայց գլոբալ իմաստով եթե ես դուրս եմ գալիս օրինակ ես գնում եմ թատրոն ես գնում եմ կինո ես գնում եմ ռեստորան ես հասկանում եմ որ դա իմ օրն է ու ես էլ եմ մասնակից իմ օրվա ստեղծմանը իսկ մեր մոտ շատ հաճախ այդ քննության բանով է էլի այն որ տենց ես եկել եմ չեմ բարելու, բան չեմ անելու, հələ ուրախացրու։ Ով ինչ հակա։ Այդտենց ով գնում է, այդտենց ով գնում է, դա արդեն всё fail է։ Այդտենց ով գնում է, որ ասի իրա վրա չդնի հույս, այլ դնի հույսի դիմացինի վրա, դա արդեն fail է։ Կամ ով ինչ հակավ, ով ինչա հակել, ով է առաջինը գնալու սկսի ապարել, որ ես էլ հելն եմ։ Այդ կոմպլեքսները պետք է դուրս գայել մերոնց։ Դե ով ինչա հակելով չի նայում։ Ես էլ եմ ասում, ես ինչ հակել։ Ես էլ կարամ նայեմ սենց ամ, հա, պարզա։ Հա, պարզա։ Բայց դու իվենտների դրա վրա ուշադրություն ես դարձնում։ Իվենտների ժամանակ ուշադրություն ես։ Դե կարա լինի, էլի, ասենք որ ինչ-որ մեկը գալիս է, իր հագուստից ես պատկերացնում եմ, էլի։ Դա բաները չի, էլի, Օսկար չի, ասենք, եթե Չէ, ես նկատի ունեի մեծ, ասենք, փառատոնների բաների ժամանակ, էլի։ Ֆեստիվալների բանը։ Դա մի հատ առանձին կուլտուրայի մի մաս է, էլի, մարդիկ կան, ասենք, հատուկ պատրաստվում են Դուբոյի, ասենք, ֆեստիվալի բանի ժամանակ տենց լուքեր ընտրելով։ Լուքեր բաներ, օրինակ նույն Գոայում նենց տպեր ես տեսնում, ես նայում ես նենց պարզա։ Մոտապես եթե ինքը տենց հակտվել եկել է, այնտեղ ինչ է կատարվում։ Դա լրիվ իմ կարծիքով կուլտուրայի մի մաս է, բնականաբար Օսկարին դու տենց վիճակն ես հակտվում, բայց ես մեր հայերի մասին եմ խոսում։ Բայց դու ինքդ էլ ես, ասենք, տենց ինչ-որ ռեյվերի բաների գնալուց, դու ես տենց ինչ-որ օրինակ ես դու միշտ լավ լուքերով ես։ Շնորհակալ եմ։ Ես նկատի ունեի, որ մեր հայ ժողովուրդը պետք է ավելի շատ դու կարաս գեղեցիկը գնահատես բան, բայց այդ դե լավ էսի էս ինչա հակել, բանը քիչ են պարտիկ պարում, բան, տենց բաները, տենց արտահայտություն։ Դե ես պրոստը այդ հարցերում այնքան ազատ եմ։ Ես եղել եմ շատ underground rave-ի, ասենք շատ փայլուն դիսկո բոլի շորերով։ Նոր տարվա գիշերը մոստում կոնկրետ ասենք երբ որ sense black բանա դուք sense party-ա ես փայլուն իղծի անդրը ոնց որ լինի ասենք այդ շորերով sense չոր քարապ սպղա ես ինչ հայտնվել եմ rave-ի բայց շատ կայֆ հա շատ կայֆ չէ ես միայն բայց ես շատ օքեյ եմ դրա հետ ես օրինակ եղել որ երեկո եմ վարել այսինքն օթայ բաբչկայով սմոքինգով եւ այլն ու հետո չեմ գնացել տուն փոխվել այն հագուստը որ ռեյվին է հարմար հենց այտենց էլ հայտնվել եմ որևէ ռեյվի ինձ չի խանգարել ինչ որ մին թեպետ այն շորերն էլ ունեմ էլի կլուբի համար նախատեսվածներ ժամանակին դրա համար հա այտենց կարա լինի
Բայց այդ ես կարամ տենց հանգիստ լինեմ։ Հենց այդ Օրինակ։ Էդի դու ես որովհետեւ։ Հա։ Եվ բոլորին խորհուրդ ենք տալիս լինել արսի նման։ Ասում բույց կակ արս։ Ազատ եւ չփնովել մարդկանց։ Որոշումով երջանիկ լինելու, սենց ասեմ։ Կարևորել երաժշտությունը, այդ պայն մթնոլորտը, հա, DJ-ներին եւ չփորձել գտնել ինչ որ բացասական կողմեր, չփնովել, ավելի լինել բարի եւ դրական։ Ինքդ քո մեջ տրամադրված գա, որ դու գալիս ես party։ Ասածս եւ մեր ասածը դա էր այսօրվա ոդկասթի ժամանակ։ Արժան շատ քեզ մերսի։ Հետո եթե party-ից հետո էլ ստացվեց որ լավ սեքս արեցին, հաստատ հետո գոհ են ելնել, ասում այդ ինչ լավ անցավ։ Էդի չեմ կարող ասեմ ես։ Էդի բոնուսն է։ Էդի դուք կարաք ասեք, հա։ Շատ լավ, շնորհակալություն Արսենին այս հրաշալի զրույցի համար, շատ պետքական, շատ վառ զրույց ունեցանք, ինչպես եւ դու բացի նրանից, որ երևի շատ մարդկանց հետաքրքիր էր այս կողմը քո համելված հայտելու, որովհետեւ հիմնականում երևի ավելի շատ դեպի մյուս կողմը գիտենք, որ մյուս alter ego-ն, բայց հա մենք այմերս Մարսին ավելի շուտ sense գիտենք, սկզբից քեզ sense ենք ճանաչել, հետո նոր արդեն որպես արտիստ ենք ճանաչել, որովհետեւ սկզբում քեզ տեսել ենք տենց կլաբերում տեսնել, էլի։ Հա, կլաբերում ճիշտ է։ Լսի, ես բոլոր տեղերի բոլոր face control-ները այսպես անցնեմ, բայց եղել են դեպքեր, որ չեմ անցել, դրա վրա եմ դժում շատ։ Լուրջ։ Հա, շատ ասում եք այդպես։ No, Երևան։ Հա, դուրս։ Երևանում էլ մի անգամ եղել։ Վաու։ Այսքան շատ խմացա, ի՞նչ թողեցին ներս։ Էդի չի լավ, էդի face control չի լավ։ Հա դե, հետո հաջորդ օրը դե ախրանան նույն ձև եմ, ասեն հենց ճիշտ արեցիք երեք, որ չթողեցիք, արդեն էլ գայի։ Կոնկրետ տուն պիտի գնաք։ Արա ես։ Շուլուխ։ Լղլղ, հա։ Լղլղ։ Լավ լղլղություն արեցինք, շնորհակալություն։ Մերսի շատ ուրախ է, ես էլ մերսի հրավերի համար։ Բոլորին շատ շնորհակալություն, որ մինչև ստեղ նայել եք, եթե ստեղ նայել եք, չեք մոռանում բաժանորդագրվել, Արսենին ուղղված հարցերը, եթե Արսին ինչ որ հարցեր ունեք, անպայման կոմենտներում գրեք, կոմենտներ, լայքեք, ակտիվ եղեք, պատասխանում ենք, Արսին սկրինշոթերը կուղարկենք պարտադիր, այն որ կնայի, կպատասխանի, մենք էլ կփոխանցենք։ Ռեքընտրոլ ստուդիային շնորհակալություն անպայման մեր ստուդիայի տրամադրելու համար շատ մերսի եթե նկարանումներ ունեք համեցեք մինչ ոդկասթներ մյուս հաջողություն բոլորին Պակա